Հաղորդման գործընկերներն են Գարիկի մոտ, Dark Tint, Sky Glam։ Ռոբ, այս թեմայի մասին ես քո հետ ցանկացա խոսեմ այս միջավայրում։ Սիրուն տեղ ենք, չէ՞ եկել։ Ահա որ շատ սիրուն։ Մեր գլխավոր հովանավոր Գարիկի մոտ ենք, իր սիրուն տներից մեկում նա մեզ տրամադրեց այս գեղեցիկ միջավայրը, որ մենք խոսենք շատ կարևոր թեմայից։ Ռոբ, երբ զգացիր, որ դու տարբեր ես, դու բոլորին նման չես, քո հասակակից տղաներից եւ ոչ մեկին նման չես։ Դեռ շատ մանկուց եմ զգացել դա, որ ես նման չեմ բոլորին ու ես չեմ կարող լինել որպես ոնց որ իրանք են, ես երևի 5 տարեկանից զգացել եմ, որ ես լրիվ ուրիշ եմ, քան որ ասենք իմ դպրոցական դասընկերներն են եղել կամ բակի տղաներն են եղել, միշտ ես տարբերվել եմ, չեմ կարող ասեմ ինչով եմ տարբերվել, բայց ես զգացել եմ, որ ես ավելի արվեստ եմ սիրում, ոնց են ասում, սիրում եմ բնությունը, սիրում եմ սիրունությունը, սիրում եմ կյանքը, սիրում եմ մի քիչ ուրիշ լինեմ, քան բոլորը, ես չեմ գնացել բակ խաղացել ուրիշ տղաների հետ, ասենք ֆուտբոլ կամ չգիտեմ ինչ, ես միշտ տանն եմ եղել, խաղացել եմ ուրիշ բաների հետ, ուրիշ խաղալիքների հետ ու զգացել եմ, որ ես տարբերվում եմ, ես իրանց նման չեմ, փաստորեն։ Անգամ դպրոցում, երբ որ ասենք սովորաբար ոնց անում որ Պերիոդների ժամանակ տղաները հավաքվում են, չէ, իրար հետ խոսում են, բայց ես իրանց գրուպաների մեջ կյանքում չեմ մտել։ Չի ստացել, որովհետև ես հասկացել եմ, որ ես ընդհանուր թեմա այդ տղաների հետ չունեմ։ Որովհետև ասենք ինչի մասին է խոսացել, ես աղջիկա մասին, նրա աղջիկա մասին կամ ուրիշ թեմաներ են, չէ, խոսացել կամ ինչ որ բակում ինչա կատարվում կամ դու ուրիշ դասան եմ, զգացել եմ, որ ես իրանց հետ բոլորովին այդ ընդհանուր թեմաները չունեմ խոսելու։ Ավելի շատ ընկերություն եմ արել դասընկերների հետ, ասենք թե որ դպրոցում էլի։ Դասընկերուհիների հետ, հա, դասընկերուհիների հետ, բայց շատ շուտվանից եմ զգացել, որ ես տարբերվում եմ։ Տարբերվում եմ այն իմաստով, դու արդեն գիտես ինչ իմաստով տարբերվում եմ։ Այն գիտակցումը, որ դու տարբեր ես, քո մոտ ինչ զգացողություններ առաջացրեցին։ Վախեցար, պանիկա էր մոտը, թե կոմպլեքսներով տղա էր, որն էր առաջի զգացողությունը, երբ հասկացար, որ դու տարբեր ես։ Սենց մի բան բացատրեմ, ես չեմ պատկերացրել, որ ես պետքա դրանից վախենամ կամ դա թաքցնեմ, կամ դա ինչ որ ուրիշ մի բան է, որը որ նման չի ամեն ինչին, ես չեմ գիտակցել։ Ես կարող եմ հիմա եմ գիտակցում, որ հա, կարող է դա ուրիշ ձև եղել, բայց այդ ժամանակ ես մտածել եմ, որ տենց է, դա նորմա է։ Այսինքն ես սիրում եմ ոչ թե աղջիկ սերը, այլ ես ինձ ձգտում է ավելի կանչում են տղա սերը, ճիշտ եմ բացատրում, հա։ Ու ես դա հասկացա, ինձ թվացել է, որ դա միշտ նորմալ է, մինչև հիմա ես կարող եմ ասել, որ դա նորմալ է, երբ որ մարդը տենց է ծնվում, ուրեմն դա նորմալ է։ Դա այնպես բան չի, որ դու կյանքի ընթացքում ես վերցրել ինչ-որ որպես տրենդ, որպես մոդա կամ ես գիտեմ, որպես հաճույք, չէ։ Ես փոքրուց զգացել եմ, որ դա նորմալ է ու վախ ճիշտ ասած իմ մեջ չի եղել։ Անկճված չեմ եղել, ոչ մեկից չեմ թաքցրել, այսինքն իմ մամայից էլ ընդհանրապես չեմ թաքցրել, ես միշտ եղել եմ ազատ։ Ու ինձ թվում է տարիներ հետո, երբ որ ես իմ մայրիկիս հետ դրա մասին խոսել եմ, ինքը ասում է ես միշտ հասկացել եմ, որ դու ուրիշ ես, ուղղակի չեմ խոսել, ես թողել եմ, որ դու քո կյանքը ապրես, ոնց որ դու մեծանում ես, իհարկե ինքնից դասիրակել է, ամեն ինչ արել է իմ համար, բայց ինքը ինձ միշտ ազատ է թողել, դրա համար էլ ես այդ ոնց են ասում ընկճվածությունը իմ մեջ չեմ ունեցել, դա ընտանիքից է շատ բան գալի, շատ բան քո ընտանիքից է կախված, իրանք ոնց են քեզ ընդունում, եթե մայրը արդեն զգում է, որ իր տղան արդեն մի քիչ ուրիշ ձևի է, ինքը ուրեմն սիրելով քեզ, ուրեմն պետքա դա
արդեն ինքը մեծ մարդ է, ինքը գիտակցում է, ինքը հասկանում է, դա ընդունում է ու թողում է դու ապրես, ոչ թե ինքը ցանկությունն է իր մեջ մտցնում քեզ փոխի, որովհետև եթե դու մուդրե հայերեն ոնց է իմաստուն։ Եթե դու իմաստուն մարդ ես քո կյանքով, դու ուրեմն պետք է հասկանաս, դու ընդունես ու ոչ թե փորձես քո երեխային ինչ որ ծեծես, ջարդես, պատժես, ասես սենց մի արան, ինձ մի արա քեզ ուրիշ ձևի պահի, չես ջարդի, մեկ այդ մարդուն չես ջարդի, եթե դա արդեն մեջը կա։ Ու իմ մայրս միշտ ընդունել է, դա համար ես այդ ամեն ինչին շատ նորմալ եմ մոտիկացել, իմ մեջ վախ չի եղել ընդհանրապես։ Այդ դու ասում ես, ես դպրոցում աղջիկների, դասընկերուհիներիդ հետ էի ընկերություն անում։ Այդ տարիներին, երբ խոսքս Հայաստանում ապրելու տարիների մասին է, մենք խոսում ենք Հայաստանի մասին, մինչև 15 տարեկան դու ապրել ես Հայաստանում։ Երեխաները շատ դաժան են երբեմն լինում։ Գիտակցված թե անգիտակից նրանք կարող են քեզ այս հիմա նոր բառ կա, չէ, այնպիսի բուլինգի ենթարկել, որ դա ազդի քո հոգեկան ներաշխարհի վրա, չգիտեմ, դու այդ բուլինգ ասվածին ենթարկվել ես քո դպրոցական ընկերների կամ բակի ընկերների շրջապատում։ Նման բան հիշում ես, ինչ էին ասում քեզ։ Օրինակ, տղաները քեզ ինչ էին ասում։ Տենց չեմ ենթարկվել ճիշտն ասած, բակի տղաները որտեղ որ ես ապրել եմ, պրոսպեկտում եմ ապրել, ոնց է կոչվում, այն ժամանակները կոչվել է Պրոսպեկտ Լենինը։ Ինձ թվում է իմ բակի բոլոր տղաները հասկացել են, ինձ բոլորը ճանաչել են ու ինձ ընդունել են։ Բակում ոչ ոք ինձ վատ բառ չի ասել, վատ հայոյանք չի տվել, ոնց որ ես լսում եմ ուրիշներից, որ իրանք միշտ կճված են իրանց զգացել, դպրոցում էլ նույնապես ոչ մի տենց հնարավոր է 1-2 անգամ ինձ հարց են տվել, դու հիմա չեմ հասկանում, դու տղա ես թե աղջիկ ես։ Ես միշտ հարցին պատասխանում եմ ոնց ուզում ես, տենց էլ ընդունի։ Եթե ուզում ես կարամ աղջիկ լինեմ քո համար։ Ես միշտ տենց եմ պատասխանը տվել, մինչև հիմա ես այդ պատասխանը տալիս եմ։ Ու ինձ միշտ ընդունել են ու անգամ մինչև հիմա, երբ որ ժամանակ առ ժամանակ լինում է իմ դասընկերներին մեկ-մեկ իրանք հավաքվում են ու բոլորը զանգում են ինձ։ Ուզում են հետո խոսեն FaceTime-ով, բանով, Ռոբ ջան, ես քո ցավը տանում, այս սենց են իրանք մինչև հիմա։ Ու իրանք ինձ միշտ լավ են հիշում, որ ասում են, որ դու եկար դպրոց ճղված ջինսերով, մազերդ ներկա, ասում եմ, քեզ մոռանալ հնարավոր չի, ինձ միշտ ընդունել են։ Վատ բաներ ես չեմ լսել իմ հանդեպ։ Հարցերը շատ եղել են տենց տղա ես թե աղջիկ ես։ Ուրիշ Այ խոսեցիք նրա մասին, որ երեխաները այդպես հարցնում էին քեզ Հայաստանի մասին։ Հայաստանի Դու մասին։ այսօր ինձ նախնական զրույցի ժամանակ ասեցիր, որ երբ Հայաստան էիր գնացել, անուններ չենք նշելու, բայց 15 տարեկան մի քանի երեխաներ քեզ գրել են, դիմել են, խորհրդակցել են, թե դու ոնց ես վարվել իրենց տարիքում, ինչպես ես վարվել, ինչ խորհուրդ ես տվել այդ երեխաներին։ Ես իրանց խորհուրդ ասելով ես իրանց խորհուրդ չեմ տվել, իրանք ինձ գրեցին, որ կարող ես դրա մասին խոսել, մեզ օգնել, քանի որ մենք մեզ ընկճված ենք զգում Երևանում, մենք ոնց կարելի ասել ուրիշ օրիենտացիայի մարդիկ ենք, 15 տարեկան, տարբեր ենք, հա, ու մենք մեզ ընկճված ենք զգում, այսինքն, օքեյ, ես ինչով կարող եմ ձեզ օգնել։ Իրանք համարեցին ինձ ինչ-որ իկոնայի տեղ դրեցին, որ ես կարող եմ դրա մասին խոսել։ Այսինքն, եթե ես իմ վրա զգամ ինչ-որ մի վատ բան Հայաստանում հիմա, այս ժամանակվա ընթացքում, որ ես ստեղ եմ, ես կարող եմ դրա մասին խոսել, բայց ես դա չզգացի։ Ուղղակի ես իրանց ասեցի երեխաներ են իրանք իմ համար, ուղղակի ապրեք ձեր կյանքը, սովորական ձեր կյանքը ու մի արեք այն ինչ-որ ասենք, որ կարող եք ձեր վրա ինչ-որ ավելի շատ ուշադրություն գրավեք, պետք չի դա անել։ Եթե դուք ուզում եք այդ ազատությունը, այդ պատաժը, այդ ամեն ինչը, պետք չի, երբ որ դուք ապրեք ուրիշ երկրներում, դա կարող եք անել։ Բայց եթե ձեզ ոչ ոք չի կպնում, ձեռք չի տալիս, ոչ ման չեն ասում, բայց բոլորը հասկանում են, որ դուք տարբեր եք, ուրեմն ապրեք ձեր կյանքը շատ սիրուն, շատ լավ, ձեր ընկերությունի մեջ, ոնց ուզում եք փողոցում, ձեզ ոչ ոք ոչ մի վնաս չի կարա տա եւ չի տա։ Ուղղակի ես հասկանում եմ, որ այդ ջահելությունը ուզում ավելի չտեսած
արտասահմանի այդ ազատությունը, իրանք ձգտում են այդ ազատությանը, որ sense բոլորովին ազատ լինեն, պետք չի դա։ Դա էպատաժ է համարվում իմ համար։ Ես կարամ ինձ դա թույլ տամ, որովհետև ես ապրում եմ ուրիշ երկրում։ Միգուցե ես եթե ապրեի Երևանում, մինչև հիմա ես sense չլինեի, հնարավոր է։ Չեմ կարող ասեմ, չնայած կասկածում եմ։ Ես ինձ չէի դավաճանի։ Ուղղակի ես ինձ խորհուրդ տվեցի, որ ապրեք սովորական ձեր կյանքով, պետք չի ինչ-որ ավելորդ ուշադրություն սոցիալ մեդիաներում դրա մասին խոսալ, պետք չի։ Ավելորդ է դա։ Այ քո կյանքի երկու գլխավոր կանայք, տատիկդ եւ մայրիկդ, որոնք քո կյանքի գլխավոր մարդիկ են եղել։ Քո պատմելով ես հասկացել եմ։ Դու ասում ես մայրիկիս հետ նստել եմ խոսացել եմ դրա մասին։ Այ որտեղից սկսեցիր, որտեղից ինչից ենթադրեցիր, որ հենց պահը հիմա է, որ ես կարամ նստեմ մամայի հետ խոսամ այդ մասին։ Տատիկիդ հետ էլ ես խոսացել, թե մենակ մամայի հետ ես խոսացել։ Չէ, տատիկս ցավոք սրտի շատ շուտ գնաց։ Իսկ ինքը զգում էր դա, ինչ ես կարծում։ Չեմ կարող ասեմ, որովհետև ես շատ փոքր եմ եղել այն ժամանակ, երբ որ տատիկս մահացել է, 13 տարեկան եմ եղել, որ տատիկս մահացել է, բայց ինձ թվում է չեմ կարող ասեմ շատ մամադ ինչ է պատմում, այ մամադ չէր պատմում այդ ժամանակ, չես խոսացել երբևէ մամայիդ հետ, տատիկդ ինչ որ բաներ ասել է իրան այդ թեմայով։ Դժվար, չգիտեմ, տատիկս ինձ շատ լավ է պահել, լավ է դաստիարակել, կարամ ասեմ, ոսկի սենց կճուճի մեջ է պահել, այդ ձևի կարամ ասեմ, ինձ թվում է ինքը ինձ մեծացրել է որպես ոնց են ասում, աղջիկ թորնուհի, հա, ամեն ինչը լավը Ռոբերտի համար, ամեն ինչը Ռոբերտիս համար, սա իր համար ամենալավ ճաշերը, իր համար երես է տվել ինձ, տենց կարելի ասել, չէ, բայց քանի որ ինքը շատ շուտ է գնացել, ես էլ փոքր եմ եղել 13 տարեկան, չեմ կարող ասեմ։ Իսկ մամայիս հետ ես խոսել եմ դրա այդ թեմայի մասին, երևի որ ես ինքս ցանկություն հայտնեցի, ասեմ մամ ջան, ես սենց եմ 24 տարեկան եմ կարծեմ, որ առաջի անգամ ունեցա boyfriend, սենց կարելի ասել, ու ես ցանկություն հայտնեցի, գամ ու ասեմ մամ, գիտես ես boyfriend ունեմ։ Ահա։ Ու ես հասկացա, որ ինքը կամ կընդունի կամ չի ընդունի, բայց ես ինքս հասկանում եմ, որ ինձ համար կարևոր էր, որ ինքը ընդուներ։ Հա, ինձ համար կարևոր էր, որ ինքը ինձ ընդուներ։ Ասի մամ ջան, ես քո հետ խոսելու բան ունեմ, ասեցի ինչ։ Ու ինքը արդեն հասկացավ, ես իր աչքերի հայացից զգացի, վերցրեց սիգարետը, կպցրեց, ասեց ես արդեն գիտեմ ինչ պետք է ասես, խոսա։ Այսի ընկեր ունեմ, boyfriend ունեմ, սա։ Ես գիտեմ։ Ես ամեն ինչ հասկանում եմ, ասում եւ ինչ այնքան լավ մայր եմ ունեցել, որ գիտես ինչ, հիստերիկայի մեջ չի ընկել, չի ասել, «Բա ինչ ասեցիր, տունս քանդեցիր, ուժս, էս ինչա կատարվում մեր կյանքի մեջ», ասեց այնտեղ կոնյակ կա, բեր խմենք իրար հետ։ Կոնյակը բացեցինք, խմեցինք, կպցրեցինք սիգարետները, խոսեցինք, ու ինքը մայրս ինձ ասեց, ես փոքրից հասկացել եմ, որ դու ուրիշ ես, որ դու все-таки տարբեր ես լինելու։ Ես միշտ ցանկացել եմ տղա ունենամ, որը կարող է յուրֆակ ավարտի, դառնա, չգիտեմ, դիրեկտոր կամբինատը, там, չգիտեմ, sense տարբեր ինչ-որ մի բաներ, բայց ես հասկացել եմ, որ դու այդ մարդը չես։ Դրա համար ես քեզ հանգիստ թողել եմ, որ դու քո ճանապարհը ինքդ ընտրես։ Միակ բանը, որ ինքը ինձ ասեց, ես ճիշտ ասած չեմ ուզում քո boyfriend-ի հետ ծանոթանամ, դա քո կյանքն է։ Դու գնա իր հետ ապրի, ինչ ուզում եք արեք, բայց ես ուղղակի չեմ ուզում տեսնեմ քո boyfriend-ին, բայց հետո ինքը ծանոթացավ boyfriend-իս հետ, ու այսինքն հարաբերությունների մեջ էին։ Ու գիտես ինչն է հետաքրքիրը, ինքը ինձ հետո սկսեց պատմել, արդեն մի քանի ժամանակ հետո ինքը ավելի շատ սկսեց բացվել, որ իր կյանքում ինքը լիքը ընկերներ ա ունեցել Հայաստանում, որոնք եղել են տարբեր։ Ու ինքը իրանց հետ մոտիկ ընկերություն արել, անգամ իրանք եկել են մեր տուն, լիքը ես չեմ հասկացել, որ իրանք տարբեր են, բայց մամաս տենց տղաների հետ շատ մոտիկ ընկերներ ա եղել։ Ու այդ boyfriend-ը, որի մասին հիմա խոսում եմ, ինքը մինչև հիմա ինձ լավ ընկեր է,
ու երբ որ մամաս հիվանդացել էր ու վերջի օրերն էր, իր վերջի ամիսներն էր, այդ ընկերս իմ առաջվա boyfriend միշտ իմ կողքն ա եղել ու մամայիս պահել ա։ Ու մամաս դա ընդունել ա, չնայած իմ մամաս շատ властная женщина, как будет по-армянски։ Ես կարծում եմ մարդիկ կհասկանա властная женщина, ինքը կարող թույլ չտար, որ այդ տղան գար ու բայց ինքը իրան շատ լավ ընդունեց, ինքը ասեց спасибо тебе огромное։ Ռոբ, կարող ենք մտածել, որ ձեր տեղափոխությունը Գերմանիա կապված էր հենց քո տարբեր լինելու հետ։ Չէ, բոլորովին, չէ։ Այդ տարիներին, որ մենք տեղափոխվել ենք Գերմանիա, այդ перестройка, гласность, СССР разваливался, չէ, իրարից ծանր ժամանակներ ա եղել, հետո ես հիշում եմ, որ մենք որ Հայաստանից դուրս եկանք, դրանից մի տարի թե 2 տարի հետո սկսվել է այդ վատ ժամանակները Հայաստանում, որ լույս չկար, ես գիտեմ ինչ չկար, ասենց վատ ժամանակներ ա չէ եղել Հայաստանում այդ տարիներին։ Ու այդ ժամանակներին շատ մարդիկ տեղափոխվել են, իսկ մեր համար դե պետք էր տեղափոխվել, դե մամաս ա ցանկություն հայտնել, որ մենք տեղափոխվենք ու ապրենք ուրիշ երկրում։ Ռոբ, շնորհակալ եմ, որ պատմեցիր ազնվորեն քո պատմությունը։ Ես ուզում եմ իմ հետևորդներին անպայման ասել, որ սա պրոպագանդա չէ, ոչ իմ, ոչ քո կողմից։ Սա ուղղակի Ռոբերտ Մինասյանի պատմությունն է, իմ կյանքն է, որը ես ինքս ուզեցի լսեմ։ Եթե մեր հետևորդներին հետաքրքիր կլինի, թող նրանք էլ լսեն։ Ինձ հետաքրքիր էր, ես ուզեցի քո կյանքի պատմությունը լսեմ։ Ու հենց այս փուլի մասին ես ուզում էի քո հետ խոսայի։ Շնորհակալություն։ Ես քեզ շատ շնորհակալ եմ, որ եկանք այդ պունկտին հասանք։ Գարիկի մոտ տրամադրեց մեզ, որ մենք կարողանանք անկեղծ խոսանք այդ մասին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն քեզ եւ Գարիկին։ Ռոբերտ, սկսենք սկզբից։ Որտեղ ես ծնվել, ինչ ընտանիքում ես ծնվել, քույր եղբայր ունես, ի նկատի ունեմ ովքեր են ծնողները, ծննդավայրդ որտեղ է։ Ես ծնվել եմ Հայաստանում, Երևանում։ Հենց ո՞նց էր կոչվում այդ հիվանդանոցը, կարծեմ Մարգարյան հիվանդանոց։ Բոլորն են այդտեղ ծնվել։ Հենց կենտրոնում եմ ծնվել, մեծացել եմ այնտեղ, դպրոց եմ գնացել Երևանում, Պուշկինսկի դպրոցը, լսել եք, երևի, ամենահայտնի դպրոցն ա եղել։ Եղբայր քույր չունեմ, չեմ ունեցել, իրանք որովհետև չգիտեմ, իմ ծնողները բաժանվել են, երբ որ ես եղել եմ 3 տարեկան։ Իրանք չգիտեմ ինչ պատճառներով չեն հասկացել, ես ընդհանրապես չեմ էլ հետաքրքրվել ինչի համար են իրանք բաժանվել, որտեղ ես փոքր երեխա եմ եղել։ Դե որ մեծացել եմ էլ չեմ էլ հարցրել։ Ինձ հետաքրքիր չի եղել, ինչի համար են բաժանվել։ Բայց ես մեծացել եմ կենտրոնում, Պրոսպեկտի վրա։ Շատ լավ ընտանիքում, մամայիս ընտանիքում։ Այսինքն այդ հայրս որ եղել է իմ կյանքում, իմ կյանքում ինքը չի եղել։ Քանի որ երբ որ իրանք բաժանվել են ու ինքը գնացել է։ Այդտեղ երևի մեկ-մեկ իրան տեսել եմ, բայց մեծ կապ ինչ որ հայրիկիս հետ չեմ ունեցել, մինչև իրա մահանալը։ Հասկացա։ Սա այդքան։ Իսկ ինչպիսի երեխա ես եղել, ինչ ես հիշում, ինչ տեսակ, ակտիվ ես եղել, պասիվ ես եղել։ Ահա որ ակտիվ երեխա եմ եղել, միշտ փոքրուց, բայց շատ ոնց են ասում, տվորչիսկի հայերեն ոնց է։ Ստեղծագործ, հա։ Տանն եմ մեծացել, մեծամասնությունը, որովհետև ասենք իմ մամայիս կողմի ընտանիք իրանք շատ ոնց դες ասեմ հարուստ ընտանիք են եղել իրանք ու իմ տատիկս ինձ ունեցել է լիքը թոռներ, բայց թոռներից ամենաշատը ինձ ա սիրել, չգիտեմ ինչի։ Համ երես ա տվել, համ էլ ինձ մեծացրել այն, որ ասեն բամբակների մեջ, դիվանների մեջ, բարձերի մեջ, ինքը չէր թողում, որ ես բակ դուրս գայի, ու ինչ որ
ուրիշ երեխաների հետ խաղայ, վայ, չէ, հանգարցակի, քեզ բան չպատահի, քեզ բան չպատահի։ Դա համար միջև մա ոչ հեծանիվ կարող եմ քշեմ, ոչ մա, ես չգիտեմ այդ ամեն ինչը, չեմ տեսել իմ կյանքում։ Ինքը ինձ մեծացրել է իր բաների մեջ sense։ Անպայման ուզում եմ նշեմ, որ մենք այս պահին գտնվում ենք Հոլիվուդում։ Օյա։ Ու Հոլիվուդը պատրաստվում է Օսկարին, Ռոբերտն էլ այս ամեն ինչի հետ սազում է իր կերպարով սազում։ Բայց ինձ հələ որ չեն հրավիրել Օսկարի, չնայած ինձ չի հետաքրքրում Օսկարը։ Ինձ այդքան հետաքրքիր չի։ Ես բացի Օսկարից ուրիշ բաներ եմ տեսել իմ կյանքում լիքը։ Ռոբերտ, մինչև քանի տարեկան ես ապրել Հայաստանում։ Ես չեմ հիշում 15 թե 16 տարեկանին համարյա թե 89 թվականին դուրս ենք եկել Հայաստանից։ Հա, մայրիկիդ հետ միասին։ Հա, ես ու մայրիկս գնացել ենք Գերմանիա, Բերլին։ Ահա։ Մինչև ինչքան ժամանակ ես գիտեմ, որ դու նաև ապրել ես Ռուսաստանում։ Հա, շատ երկար ապրել եմ, հա։ Այդպես գնում գալիս էիր աշխատանքի բերումով։ Հիմա արի սկսենք։ Գերմանիայում ապրելու տարիներից ինչ ես հիշում։ Ամեն ինչ իմ ամենա լավ տարիները անցել են Գերմանիայում, Բերլինում։ Ահա։ Դե փաստորեն ոնց ասեմ, ճիշտ է, ծնվել եմ Երևանում, մեծացել եմ, բայց չես կարող ասել, այդտեղ էլա փոքր ինչ որ մանկությունը դա եղել։ Բայց երբ որ ես դառել եմ արդեն ես Ռոբերտը, դա եղել է Գերմանիայում։ Ահա։ Դրա համար ես Գերմանիան իմ չգիտեմ, ճիշտ կլինի թե ճիշտ չլինի, կարամ ասեմ իմ հայրենիքն է։ Գերմանիան իմ հայրենիքն է, որովհետև ես այնտեղ եմ մեծացել, ես այնտեղ եմ դառել այն ինչ որ ես կամ մեյքափ արտիստ, իմ ամբողջ ընկերությունն է այնտեղ, գերմանացիները, ռուսները, իմ ամենալավ տարիները կյանքի եղել են Գերմանիայում ու կլինեն, որովհետև ես միշտ գնում եմ ու գալիս եմ, ես նես չէ որ ես միշտ ապրում եմ ստեղ։ Կես տարի մնում եմ ստեղ, կես տարի գնում եմ այնտեղ եմ մնում։ Գերմանիայում ապրելու տարիներին էր, որ որոշեցիր մեյքափ արտիստ դառնալ։ Գիտես չէ, ես փոքրուց եմ ուզեցել միշտ մեյքափ արտիստ դառնամ, բայց փոքր երեխայի գիտակցության մեջ երևի չի եղել մեյքափը ինչ է, մեյքափ արտիստը։ Նամանավանդ սովետական ժամանակներում տարածված չէր մեյքափ արտիստ, մարդը չգիտեր ինչ բան է։ Կար ինչ որ գրիմյոր կինոյում աշխատող, բայց մեյքափը տարածված բան չի եղել, բայց ես միշտ փոքրուց, քանի որ ասեցի արդեն հարուստ ընտանիքի մեջ եմ ապրել, ու իմ տատիկս միշտ չգիտեմ որտեղ արենքից կարողանում էր բերել գերմանական կուկլաներ, թանգանոց գերմանական սիրուն կուկլաներ էին։ Ու այդ կուկլաները ինչ որ sense դրած էին, հավաքում էին մարդիկ, չգիտեմ ինչի համար էին հավաքում, ոնց որ սպասքեղեն էին հավաքում գերմանական նույնը կուկլաները։ Դե ես էլ երեխա էի, լիքը ոնց են ասում, ֆլամաստերներ ունեի ու սա կուկլաներին փչացնում էի։ Այսինքն բռնում էի, իրանց վրա նկարչություն էի անում, մեյքափներ էի անում, աչքեր էի սարքում, ինչ որ ես ասենք փոքրուց սիրել եմ, ոնց որ ինձ թվում է ամեն սովետական միության մարդ սիրել է Պուգաչովային։ Ու ես միշտ նայում էի Պուգաչովին, դե մենք չէինք տեսնում արտասահմանի ինչա կատարվում, չէ, ամերիկյան բաները։ Որ ես նայում էի Պուգաչովայի մեյքափները, sense heavy մեյքափներ էր բաները, ու սա կուկլաներին այսպես դնում էի, sense գցում էի բան, հետո ացետոն էի վերցնում, սկսում էի ջնջելը, որտեղ ֆլամաստերը դուրս չէր գալիս։ Ու տենց կուկլաները սա փչանում էին։ Դե տատիկս բան չէր ասում, բայց ես հասկանում էի, որ դա իմն է, ես ուզում եմ դա անեմ։ Հետո նկարում էի, թղթերի վրա էի նկարում, բայց միշտ ես նկարել եմ մեյքափ։ Ես չեմ նկարել ինչ որ ծառ, չեմ նկարել ինչ որ ուրիշ բան, միշտ նկարել եմ դեմք, կնոջ դեմք ու մեյքափներ եմ նկարել։ Ու հետո որ արդեն դառա, քանի տարեկան էի, 20 տարեկան, հա 21 տարեկանում նո արդեն հասկացա, արդեն դե Գերմանիայում ենք ապրում։ Արդեն ես գիտեի մեյքափ արտիստը ինչ է։ Ու ես գնացի ու սովորեցի, ուզում էի։ Որտեղ ես սովորել։ Ֆրանկֆուրտում, Ֆրանկֆուրտ Մայն։ Հասկացա։ Որովհետև մի քանի հատ դպրոցներ կային, բայց ես այն վաղ ընտրեցի այդ ամենալավ դպրոցը, որը Ֆրանկֆուրտ Մայնում էր, ինքը ամերիկյան դպրոց է, Ջոբլասկո, որի ֆիլիալը կար Ֆրանկֆուրտ Մայնում։ Սո գնացի այնտեղ 3 տարի սովորեցի։ Այսինքն ես չեմ սովորել 2 շաբաթ կամ կես տարի, 3 տարի full սովորել եմ մեյքափ արտիստի։ Սովորեցիր։ Հաջորդ քայլդ ո՞րն էր։ Հաջորդ քայլը գիտես իմ կյանքում նենց է ստացել, որ շատ հետաքրքիր է ամեն ինչը
սենց զարգացել։ Ես ճիշտը որ ասեմ, ես այդ ձգտումը չեմ ունեցել, ինչ որ գնամ աստղերի հետ աշխատեմ, ուղղակի ուզեցել եմ մեյքափ անեմ, բայց դպրոցը ավարտելուց հետո 10 օր հետո ես զանգ եմ ստանում Estee Lauder Company-ից։ Շատ big company է։ Մենք ուզում ենք ձեզ hire անենք, որ դուք մեր համար աշխատեք։ Ասում, բայց ես ձեր մոտ ինչ-որ ռեզյումե, ինչ-որ մի բան, ոչ մի բան չեմ ուղարկել։ Ասում, կարող ես գալ բանի, ինտերվյուի, ասի, օքեյ, կարող եմ։ Ու ինձ կանչեցին Բերլին, որովհետև այդ ժամանակ ես հենց որ Ֆրանկֆուրտում էի։ Գնացի Բերլին ու ինքը ցույց է տալիս նամակ։ Ուրեմն նամակ ասենց ուղարկել այդ դպրոցի տերը Frau Helen, ինքը ջհուդ կիներ, ինձ շատ, ահավոր շատ էր սիրում, ու 25 հոգի ենք եղել այդ խմբում, որ սովորել են, էլ դպրոցում, տենց ասենք, ամեն խմբում 25 հոգի էր, ինքը միշտ ասում էր you are the best, you are the best, ու ինքը Իրանից նամակ էր ուղարկել Estee Lauder Company-ին, որ գերմաներեն, որ դուք իրան անպայման պետքա վերցնեք աշխատանքի։ Բայց okay, Estee Lauder Company-ն ինքը company-ա, cosmetic company-ա, բայց էլի ինչ որ քայլ էր, որ կարաս անես, ամեն մեկը չէր կարա մտնել այդ company-ում աշխատելը։ Իրանք այսի մենք ուզում ենք, որ դուք մեր համար աշխատեք, այս okay։ Տենց վերցրեցին ինձ աշխատանքի ու հետո դու գնացի Ռուսաստան։ Չէ, հետո ես մի 2 տարի իրանց համար աշխատեցի, Estee Lauder Company համար MAC division, այն վաղ MAC-ը նոր էր դուրս գալիս, MAC company-ն գիտես, cosmetics Այդտեղ ես լիքը ծանոթացա, ասենք, աստղերի հետ, որովհետև իրանք միշտ, ասենք, սպոնսորներ էին լինում մեծ պոդիումների համար։ Ոտենց ուղարկում էին Իտալիա աշխատելու, ես չգիտեմ Գերմանիայում, տարբեր տեղեր, Ֆրանսիա, ծանոթանում էի լիքը Կլաուդիա Շիֆերի հետ, առաջ անգամ այնտեղ եմ ծանոթացել, որովհետև իրան պետքա մեյքափ անեն, ինքը եղավ իմ առաջի celebrity կարելի ասել, որին մեյքափ եմ արել։ Եվաղտ ինքը արդեն մեծ մոդել էր։ Իսկ ինչպես հայտնվեցի Ռուսաստանում Ալլա Պուգաչովայի, Ֆիլիպ Կիրկորովի շրջապատում։ Դե Ֆիլիպ Կիրկորովի շրջապատում այդքան չէ, Ֆիլիպ Կիրկորովի հետ ես չկամ։ Շոու բիզնեսում արի ասի։ Մենք իրար չենք սիրում, մենք ճանաչում ենք իրար, բայց մենք իրար չենք սիրում։ Չի կպել։ Աստղերը չի բռնել։ Աստղերը չի կպել, ինքը իրան աստղի տեղ է դրել, աստղա, կապ չունի, դե ես էլ պակաս աստղ չեմ։ Դե օքեյ, ես մեյքափ եմ անում, բայց ես էլ պակաս աստղ չեմ, այտենց չի։ Ինչպես հայտնվեցի ռուսական շոու բիզնեսում, լավ։ Դա էլ է հետաքրքիր պատմություն է իմ կյանքում, որովհետև Estee Lauder-ից հետո Estee Lauder Company-ում աշխատելու ժամանակ ես ծանոթացա մի հատ հաղորդավարուհի, ճիշտ եմ ասում, չէ՞։ Հա, հաղորդավարուհու հետ, որը MTV Germany հաղորդավարուհին էր, Անաստասիան։ Իրան մեյքափ է արել մի քանի անգամ։ Ու հետո որ ես այդ company-ից դուրս եկա, ինքը ինձ զանգեց, ասում է, ասում է, ուզում եմ որ դու ինձ մեյքափ անես, բայց կարաս գաս բան MTV-ում աշխատես արդեն։ Ասի, օքեյ, գնացի MTV ու սկսեցի MTV Germany աշխատել ու իր հետ։ То есть permanent իր մեյքափ artist-ն էի։ Երևի 4 տարի։ MTV-ում շատ լավ փողեր էին աշխատում, շատ լիքը աստղեր էին գալիս։ Էլի big deal է դա, որտեղ MTV-ում աշխատել։ Այսինքն ամեն մի մեյքափ artist գերմանացին անգամ չի կարող մտնի այնտեղ աշխատի։ Ու ես քանի որ իմ շրջապատը ռուսներ են եղել, ռուսներ, գերմանացիներ, ու Մոսկվայից լիքը ընկերներ եմ ունեցել միշտ, ու իմ ամենամոտիկ ընկերը միշտ եղել է Ալեքսանդր Շևչուկ։ Չգիտեմ դու լսել ես իրան թե չէ։ Այն թվականներին ինքը ցավոք սրտի մի քանի տարի առաջ ինքը մահացավ իր խելքից, կապ չունի։ Ինքը միշտ գալիս էր Գերմանիա, գալիս էր իմ տուն, մնում էր, փարթիներ էր անում, գնում էր դե Մոսկվայից Բերլին թռնելը շատ հեշտ է։ Ինքը այն ժամանակները top makeup artist-ն էր Ռուսաստանի, որ աշխատել էր, սկսել էր Լայմա Վայկուլե, Պուգաչովա, Վալերի Լեոնտիև, սենց։ Ինքը Первый каналի ведущий makeup artist-ն էր, ստիլիստն էր։ Ինքը ինձ ասեց, լսի ասում եմ, չես հոգնել Գերմանիայից, այսինքն ճիշտն ասած հոգնած եմ մի քիչ, որովհետև ոնց են ասում, գերմանացիների հետ աշխատելը մի քիչ շատ հեշտ է, որովհետև գերմանացի աստղերը չեն սիրում այդ make-up, heavy, գերմանացի կանայք դե գիտես, իրանք մի քիչ ավելի ընկճված են,
Սենց նյուդ բաներ են սիրում, այդ գլեմերը չկա իրանց մոտ, մինչև հիմա չկա, բայց հետո մի բան կասեմ, որ կա։ Սա այսի ինչի չէ որ գալիս եմ, ու այդ ժամանակ սկսում էր ֆաբրիկա Звёзд առաջինը։ Окей, том с Саратова Москва. Это это. Ну, да, первый канал, на? Первый Ինչքան канал. ժամանակ ես ապրել եմ։ Օ, ահագի երևի 10 տարուց ավել մնացի Մոսկվայում։ Հետո, եթե չեմ սխալվում, նորից հետ ես եկել Գերմանիա։ Հա։ Ու ինչ է իր անում այդ ընթացքում Գերմանիայում էլի հետ գալուց։ Չէ, ես ընթացքում միշտ եկել եմ Գերմանիա, որովհետև ասենք թե պետքա գայ, դե գործեր կար, բաներ ա գալի, բիլեր ա գալի, պետքա մուծես, ընդեղի քաղաքացի ես ուզես, չուզես։ Ես գիտեմ, որ դու մի անգամ հետ ես գնացել Գերմանիա, քո հարցազրույցներից մեկից տեղեկացա, որ Ռուսաստանից մի անգամ հետ ես գնացել Գերմանիա ու հենց տեղում որոշել ես, որ այլևս չես ուզում գնալ։ Հա, դա կատարվել է իմ մոտ 2010 թվականին։ Ինչն էր խնդիրը։ Բոլորովին չգիտեմ ինչն էր խնդիրը։ Ես միշտ իմ կյանքում անում եմ այն ինչ որ իմ ինտուիցիան ինձ ասում է, արա։ Ես միշտ տենց եմ անում, ասեց գնամ Մոսկվա, գնացի Մոսկվա։ Մոսկվայում մեծ բաների եմ հասել։ Ու էլի կարայի մնայի, մինչև հիմա էլ կարայի աշխատեի, լիքը բաներ կարայի անում, բայց 2010 թվականին ես այդ ժամանակ աշխատում էի NTV-ն, գիտես։ NTV-ում մեծ պրոգրամայի վրա, որը կոչվում էր Честный понедельник։ Պոլիտիկի պրոգրամա էր, ահա որ թույն Սերգեյ Մինաևն էլ հաղորդավարն էր։ Մեր մոտ 10 օր ինչ-որ սենց ժամանակ կար, հունվար ամիսն էր։ Այսի լավ, ես գնում եմ բան, Բերլին, կգնամ մի քիչ կմնամ այնտեղ։ Եկա Բերլին, ասես նստած եմ, հետո պետքա Տոմսոն ունեմ, որ պետքա թռնեմ հետ Մոսկվա։ Բայց զգում եմ, որ ինչ-որ մի բան ինձ ասում է մնա ստեղ։ Սա է քո տունը, всё-таки սա է քո տունը։ Ու ես միջև հիմա համարում եմ, որ Բերլինն է իմ տունը, ինչքան էլ Ամերիկայում ապրեմ, Բերլինի փողոցներին ես կարոտում եմ։ Կուդամը, Բերլինը, քաղաքը, այդ վայբը։ Ու ես մտածեցի, մամային զանգեցի, ասի մամա, գիտես չեմ ուզում հետ գնամ։ Դե ասում եմ, ինչ ուզում ես արա, դու գիտես։ Մեծ մարդ ես։ Զանգեցի Մոսկվա, ասեցի ես հետ չեմ գալիս, մնացի։ Ռոբերտ, երբ ես տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ 2019 թվականին։ 2019 թվականին։ 19, հենց կոവിഡից առաջ։ Ինչի որոշեցիր տեղափոխվես Միացյալ Նահանգներ։ Միջև է եկել որպես տուրիստ գնացել էիր, դուր եկել։ Չէ, որպես տուրիստ չէ, միշտ եկել եմ դրանից առաջ աշխատելով, որտեղ ես աշխատում էի գերմանական աստղի հետ, որը ոնց որ Քիմ Քարդաշյանը Գերմանիայում իր մեյքափ արտիստն է, ինքը միշտ այստեղ նկարահանումներ ա ունեցել։ Ու տենց իր հետ գալիս ենք այստեղ Beverly Hills ենք մնում, Beverly Hills հոթելում, թե ամառ, լավ, եղանակը տաք, ես էլ գալիս եմ ցուրտ Բերլինից, ահա որ հասկանում ես նամանավանդ որ մի անգամ մեկանք Օսկարի ժամանակ, որտեղ իրան հրավիրել էին Օսկար, այս ժամանակներն էր։ Իսկ Բերլինում այս ժամանակ ցուրտ էր։ Ահա։ Ոստեղ դուրս ես գալիս ես շորտիկներով, մայքիկով, ասում всё, ես ուզում եմ ստեղ ապրեմ։ Ահա։ Ու տենց որ հետ գնացինք Բերլին, չգիտեմ ինչի համար որոշեցինք գամ 3 ամիս մնամ ստեղ։ Մենք պրոբլեմ չունենք վիզայի, ես հանգիստ կարամ travel անեմ։ Տենց եկա մի 3 ամիս մնացի ստեղ, գնացի Fresno, բարեկամներ ունեի, որոնց հետ չեմ շփվում հիմա, լսեք։ Ու տենց մի օրում որոշեցի, էլի, չէ, ճիշտ ասած, մի հատ էլ պատճառ կար, որի համար ես ուզում էի դուրս գալ Բերլինից, որովհետև 2014 թվականին մամաս մահացավ, շատ ծանր հիվանդություն, կենսեր ուներ ինքը, ռակ, ու ես շատ ծանր էի տանում այդ ամեն ինչը, ու այդ ամեն ինչի աչքի առաջ է եղել, ես եմ իրան խնամել, ես եմ իրան պահել, իմ ձեռքերի մեջ է ինքը մահացել, ու ես միշտ մտածում էի, ինչ-որ մի բան պետքա փոխեմ իմ կյանքի մեջ, որ ես էլ այդ մասին չմտածեմ, որտեղ պետքա թողնես այդ ամեն ինչը քո կյանքից, դու քո կյանքով ուզենաս ապրես ու կարողանաս ապրես։ Ու սա ինչ-որ մի հատ լավ շանս էր իմ համար, որ այսինքն կարամ տեղափոխվեմ ուրիշ տեղ ապրեմ։ Դե Ռուսաստան չէի ուզում, Հայաստան իմաստ չունի գնալու, ոչ մեկ չունեմ, բան չունեմ, բայց հիմա շատ եմ սիրում Հայաստանը։ Վերջին անգամ երբ ես եղել Հայաստանում։ Այս անցած ամառը։ Հասկացա։ Հա, ես 10 քանի տարի չի եղել Հայաստանում, գնացի։ Միացյալ Նահանգներ տեղափոխվելիս, որ քաղաքում ես ամենասկզբից սկսել ապրել։ Glendale։ Հա։ Ինչն էր ամենադժվարը, երբ որ նոր շրջապատի ես ադապտացվում, պետք է աշխատանք մանգաս, գտնես, պետք է շրջապատ ստեղծես, ինչն էր ամենադժվարը
այդ սկզբնական շրջանը։ Ճիշտ ասած, ես դժվարություններ չեմ տեսել, ոչ մի, ասենք, անգամ շրջապատ ստեղծելու, որովհետև ես շատ ահավոր բաց մարդ եմ ինքս, ընկերասեր, իմ խարիզման, իմ էներգին, շատ մեծ եմ էլի, ինչ որ sense աուրաս, շփող եմ, հա։ Ու ես արդեն ծանոթ ունեի ստեղ Գլենդելում, որ ինձ ասեց իմ լավ ընկերուհին է, ասեց եթե տեղափոխվում ես ստեղ, որ ստեղ ընդեղ չընկնես, գործ չմանգազ որպես մեյքափ, ինքը սալոն ունի։ Ասեց կարես գաս իմ մոտ միանգամից մեյքափ անես կլիենտներին։ Բայց ասենք թե ամեն չի որ ես եկել եմ առանց գումարի Ամերիկա, ես միշտ գումար եմ ունեցել, դա համար ես դժվարություններ չեմ տեսել Ամերիկայում ճիշտ ասած, ես եկել եմ տուն եմ վարձել, մեքենա եմ վերցրել, ապրել եմ, որովհետև ես գումարով եմ եկել, ես գումար ունեցել եմ։ Դա համար մինչև հիմա ես դժվարություն չեմ էլ ընդհանրապես ես կյանքում դժվարություն չեմ ունեցել։ Շատ լավ է, մենք էլ կուզենք այդպես ապրենք, չէ՞։ Մենք էլ չենք բողոքում, բայց քեզ նման այդքան շատ էլ չենք կարա, էլի, ասենք, որ մենք չեմ ասում ես միլիոնատեր եմ կամ հարուստ եմ, բայց միշտ ունեցել եմ։ Եկար, սկսեցիր աշխատել այդ գեղեցկության սրահում։ Հիմնականում հաճախորդներդ հայեր էին։ Հայեր էին, հա։ Իսկ նրանք վստահում էին քեզ։ Սա ինչի համար եմ հարցնում, որովհետև մենք հայերս մի քիչ ուրիշ մտածելակերպի ազգ ենք։ Ես օրինակ, եթե մեյքափի գնամ, ես չեմ ասում չեմ թողնի ինձ անի տղամարդ, բայց ամենայն դեպս դա ինձ համար մի տեսակ անսովոր կլինի, որովհետև ես ամբողջ կյանքում սովոր եմ, որ կանայք են ինձ դիմահարդարում արել։ Այդ տարբերությունն էի ուզում հասկանամ, զգում էիր, որ մարդիկ վստահում են քեզ կամ չեն վստահում քեզ։ Հիմնականում հայերի հետ էիր աշխատում։ Հիմնականում հայերի, որովհետև Գլենդել էր, Գլենդելում է գեղեցկության սրահը։ Ու կլիենտները սա հայեր էին, ճիշտ է, հա։ Մի քիչ իրանք չէ, վստահել է եղել է, իրանք վստահել են, որովհետև ասենք ինձ չէին ճանաչում, բայց մեծամասնությունը մենց հայեր են, որոնք եկել էին Հայաստանից, Երևանից։ Որ իրանք իմանում են, որ ես ասենք Ռուսաստանի մեյքափ արտիստ եմ, ում հետ եմ աշխատել, իրանք արդեն ինձ վստահում էին, դե պարզ է արդեն։ Եթե իրանք լսում են ինչ-որ մի հատ Պուգաչևայի անուն, արդեն դե պարզ է։ Հա, վստահում են, բայց իրանք մի քիչ ավելի ոչ թե բծախնդիր, չգիտեմ, մի քիչ ուրիշ ձևի այդ պուբլիկան, տենց կարելի ասել, բայց երբ որ դու ասում ես չէիր վստահի հայ, ոչ թե հայ տղա մեյքափ արտիստի, կարամ քեզ ասեմ, որ ամենալավ մեյքափ արտիստները դա տղաներն են։ Տղա մեյքափ արտիստներն են, ամենալավ մեյքափ արտիստները, որը ոչ թե աղջիկները։ Միացյալ Նահանգներում կա մի բան, որը որ քեզ ամենաշատն է դուր գալիս, որը դու չես ունեցել ոչ Ռուսաստանում, ոչ Գերմանիայում։ Արևը։ Եղանակը, հասկացա։ Ցուրտ Ռուսաստանից ու Գերմանիայից հետո բնականաբար։ Եղանակը։ Իսկ երբևէ Օվկիանոսը եղանակը։ Շուշտ ես գնում օվկիանոսի մոտ։ Միշտ։ Դա համար ես միշտ իմ թանես ուրիշ գույն է։ Իսկ երբևէ եղել է այս տարիների ընթացքում, ասում ես 19 թվից այստեղ ես ապրում։ Այս տարիների ընթացքում որ ցանկանաս վերադառնալ։ Լինում է մեկ-մեկ, լինում է մեկ-մեկ։ Ի՞նչն է լինում հիմնական պատճառը։ Հիմնական պատճառը լինում է երևի տխրություն։ Մենակ զգում ես քեզ։ Մենակություն, ես միշտ եմ մենակ, Իսկ դու ինքդ ես ընտրել այդ մենակությունը, սիրում ես։ Հա, ես ինքս եմ ընտրել այդ մենակությունը, ես անգամ ինձ շատ են հարց տալիս YouTube կանալում, դեր տարբեր տեղեր դուք միշտ մենակության մեջ եք, ասում եմ, այո, ես մենակության մեջ եմ ապրում, բայց ես իմ մենակության մեջ շատ երջանիկ եմ ինձ զգում։ Ես ինձ մենակ չեմ զգում, բայց շատ ժամանակ լինում է, որ ասենք, ուզում ես մոտիկ ընկերդ կողքդ լինի, մոտիկ ընկերոջդ հետ ինչ-որ մի բան անես, իրար հետ ժամանակ անցկացնեք, ես այդ ընկերությունը ստեղ չունեմ։ Ամերիկայում շատ դժվար է ձեռք բերել ընկերներ։ Կլինեն դրանք հայ, թե ռուս, կապ չունի ինչ ազգա։ Այս քաղաքը ինչ որ ստեղծված է այդ մենակության մարդկանց, ոնց են ասում, մենակ մարդկանց համար, для одиноких людей։ Ու ճիշտ ասած, մինչև հիմա, քանի տարի է, 7 տարի է արդեն ստեղ եմ, որ ասեմ, ես ստեղ ընկեր ունեմ,
Չէ, չունեմ ընկեր ստեղ։ Ծանոթներ շատ ունեմ, բայց ընկեր, որ կարող եմ ասեմ, ընկեր չունեմ, իմ բոլոր ընկերները լավ ընկերներ, որոնց ես ճանաչում եմ տարիներ, Գերմանիայում են, մի հոգի Երևանում է ու Մոսկվայում։ Ստեղ ընկեր չունեմ ես։ Քո սոցիալական ցանցերին հետևելով, սոցիալական ցանցերը գիտես որ Social media։ Հա։ Սոցիալական ցանցերին հետևելով կարող ենք ասել, որ դու հայի համար շատ էքսցենտրիկ, մի քիչ էլ սկանդալային կերպար ես։ Ահա որ, հա։ Դա կոնտենտ է, թե դու այդպես քեզ լավ ես զգում ու ազատ ես զգում։ Դա դու ես, թե դա ուղղակի կոնտենտ է, որը դու ստեղծել ես։ Կարամ ասեմ դա կոնտենտ է, բայց կարամ ասեմ ես ինքս այդ մարդն եմ։ Ես չեմ խաղում ինչ-որ մի հատ դեր։ Դա ես եմ, այն ինչ-որ մարդիկ տեսնում են, դաժե ասենք, որ անգամ կարելի ասել, անգամ որ ինձ մարդիկ տեսնում են խմած եմ, ինչ-որ անկապ բաներ եմ խոսում, դա ես եմ։ Ու ես չեմ թաքցնում։ Ես միշտ եմ տենց եղել։ Իմ ընկերները Մոսկվայից հիմա որ նայում են ինձ հետևում են, ասում են Ռոբ, ասում են դու ինչ-որ նոր բան չես անում, դու ապրում ես էլի քո կյանքը, որը դու միշտ ապրել ես։ Դու միշտ ես տենց եղել։ Ես Մոսկվայում ավելի էպատաժնի էի։ Իմ մազերից միշտ սենց սև, երկար, ես բաթֆորտներով, սենց մեծ բավախոններով, աչքերը սմոքի, սենց արած մեյքափով, բանով, այտենց ես դուրս եմ եկել Մոսկվայում փողոցով քայլել եմ։ Ու շատ լավ ժամանակներ եղել, ես միշտ եմ տենց եղել։ Իսկ այն ժամանակ ուղղակի social media չկար։ Չկար Facebook, չկար Instagram, չէր կարա քեզ նկարել, սենց հեռախոսներ չկար այն ժամանակ, բացովի, փակովի հեռախոսներ էին։ Իսկ հիմա հնարավորություն տվել է մեզ այս աշխարհը, որ մենք կարողանանք դա դնենք social media-ի մեջ, ու ես սկսել եմ դրանով զբաղվել, բլոգերություն անել։ Ես իմ կյանքը ցույց եմ տալիս։ Ինչ է քո համար ազատությունը։ Ազատությունը նա է, որ մարդ ազատ ապրի իր կյանքը։ Դա ազատությունն է, որ դու կախված չլինես, ասենք թե մեկի կարծիքից, ով ինչ կասի քո մասին, վայ հարևանդ ինչ կմտածի, վայ մաման ինչ կասի, վայ պապան ինչ կասի, բարեկամը։ Դու ծնվել ես, որ ապրես դու քո կյանքը, դա է ազատությունը։ Երբ որ դու ապրում ես քո կյանքը, դա դրանից ազատ բան չկա այս աշխարհում։ Ու ես ազատ եմ, ես միշտ փառք Աստծուն չեմ հավատում, բայց կարող եմ ասեմ փառք ամեն ինչին, որ ես մեծացել եմ այդ ընտանիքի մեջ, որը ինձ տվել է ազատություն։ Ինձ ոչ ոք չի քննադատել, ես միշտ եղել եմ ազատ մարդ։ Քո հանդեպ քրիտիկային ինչպես ես վերաբերվում։ Արտակարգ, սիրում եմ, որ ինձ քրիտիկա են անում, սիրում եմ, որ ինձ հեյթ են անում, առանց դրա հնարավոր չի ապրել։ Վատ կոմենտներին պատասխանում ես։ Ես կոմենտները չեմ կարդում, ես ունեմ մարդ, որ ինքը կարդում է, ասում են, այ քո մասին սա են գրել, քո մասին սա են գրել։ Ես ասում դու էլ պատասխանի։ Ես չեմ պատասխանում։ Իսկ լինում է, որ ինչ որ կոմենտի պատասխանես։ Հələ որ չի եղել։ Չէ, հələ որ չի եղել, որ կոմենտի պատասխանում եղել է, որ մարդիկ կան, էլի բլոգերներ են Ուկրաինայի ու Ռուսաստանի, որ ինձ ո՞նց են ասում հեյթ հայերեն, հեյթ են անում։ Ես կարծում դա քրիտիկա են ժամանակակից հիմա սոցիալ մեդիայում օգտագործվող խելնգում է։ Հա։ Սոցիալ մեդիայում իրանք բլոգեր են անում իմ մասին, խոսում են մենակ իմ մասին, չէ՞, իմ մի քանի հատ բլոգեր ընկերներ ունեմ, շատ ասենք ճանաչված ռուս, մենք իրար հետ են կոնտենտներ շատ անում ու մեր մասին շատ վատ բաներ են խոսում, բայց իրանք դա կարողանում են անել քեզ քո աչքերին նայելով։ Չէ, իհարկե չէ, իրանք իրենց YouTube կանալի channel-ի մեջ են անում, այսինքն քննադատում են, այն ինչ որ մենք ենք անում, բայց շատ վատ ձևերով, իրանք են իրանց կոնտենտն բարձրացնում, բայց իրանք ապրում են իմ կյանքով, իր կյանքով, իրանք իրենց կոնտենտը չունեն։ Ու եղավ մի անգամ, որ ես ուղարկեցին ինձ ու լսեցի, ու այդ աղջիկը Ուկրաինայից է, ինչ վատ բառեր էր իմ մասին ասում, մենակ իմ մասին չի, ասի դե կտեսնես, ասի, ու ես մի հատ բան ձայնագրեցի, դրեցի, բայց ես ավելի կոպիտ ասեցի, ու դա իրան ահավոր ձևի վիրավորել էր, որովհետև եթե ես իմ բերանը բացեմ, բոլորը կփակին իրան բերանները։ Ռոբերտ, քո շրջապատում հայեր կան։ Չէ։ Ընդհանրապես չկա։ Դա կոնտրությունն է, որ հայեր չլինեն։ չլինեն։ Չէ, իսում է իրանց ընտրությունն է։ Ինչ ես կարծում, ինչի համար հայերը քո։ Դե որովհետև ես սենց եմ։
Սենցես դրա համար չեն շփվում։ Երևի հա, ես որովհետև ես էպատաժնի եմ, հայերեն չկա այդ բառը, էպատաժ, երևի ես շատ բաց եմ ապրում, ես բաց կյանքով եմ ապրում, ամեն ինչը դնում եմ social media-ի մեջ, ոչ մի բանից ես չեմ ամանչում, իսկ հայ ջահելություն կլինի դա, թե աղջիկներ են, թե տղաներ են, չգիտեմ, իրանք մի քիչ ինձանից ոնց են ասում հայերեն սիսնյայց, ամանչում են։ Երևի ամանչում են, որովհետև ամեն մի հայ չի կարա այդպես կյանք ապրի, ոնց որ ես եմ ապրում, բաց։ Անկամ Ամերիկայում հետաքրքիրն է, որ իրանք Ամերիկայում են ապրում, բայց իրանք կոմպլեքսների մեջ են ապրում։ Ու հանգարցակի վայ, ինձ տեսնեն Ռոբերտի հետ, ինչ կմտածեն։ Վաու։ Դու կարծում ես դա կոմպլեքս է։ Ինձ թվում է դա կոմպլեքս է, հա։ Իսկ չես կարող մտածել, որ դա ուղղակի հայ գենն է խոսում, դա հայի մտածելակերպ է, դա հայի ավանդույթներն են։ Չէ, չեմ կարծում, չէ։ Կարծում ես դա կոմպլեքս է։ Դա կոմպլեքս է, ահա որ ձևի կոմպլեքս է, հա։ Ինձ թվում է դա է պատճառը, որովհետև ես քանի որ անցած տարի եղա Երևանում, 1.5 ամիս մնացի Երևանում ու ես հասկացա տարբերությունը մարդկանց մեջ, տարբերությունը հայության Երևանի ու ստեղի։ Ինչու՞մն էր տարբերությունը։ Ահա որ տարբերությունը, ահա որ սիրել ես Երևանը։ Երևանը ահա որ եմ սիրել, մի վաղ ճիշտը որ ասեմ, կար որ ես ասում էի կյանքում ես Հայաստան չեմ գնա, հետա մնաց, իրանք մտածելակերպը, այդ ամեն ինչը, բայց այս անգամ ես որ գնացի առաջի հերթին ես հասկացա որ հայերը ինձ բոլորը հետևում են, նայում են social media-ում, ինձ սիրում են, դա սկսեց անգամ аэропортից, ու մինչև այդ 1.5 ամիս երբ որ մնացել եմ Երևանում, ահա որ շատ լավ ինձ ընդունել են, ջահելությունը, ամենտեղ ինձ լավ, շատ լավ են ընդունել, բոլորը ուզում են իմ հետ քայլեին փողոցով, բոլորը ուզում են իմ հետ լինեին, ոչ մեկի մեջ այդ կոմպլեքսը չկար, վայ ես Ռոբերտը որ հանգարցակի տեսնեմ, наоборот, իրանք ուզում են իմ կողքը լինեին։ Կապրեիր Երևանում։ Մեծ հաճույքով։ Կարող եք ասել, որ կգամ կարող է գա մի ժամանակ, որ Ռոբերտը որոշի տեղափոխել Հայաստան։ Հնարավոր, ամեն ինչ հնարավոր է։ Ես այն մարդն եմ, որ ես չեմ կարա ասեմ, որ ես եկել եմ Ամերիկա ու դա իմ վերջնական կետն է։ Ես վերջնական կետ չկա իմ կյանքում։ Որոշումներ կայացնելուց երկար ես մտածում։ Չէ, մի օր եմ կարամ կայացնեմ։ Ես կարամ հենց հիմա կայացնեմ ու տոմսը սառնեմ գնամ։ Իսկ եղել է որոշում, որ կայծակնային արագությամբ կայացրել ես ու հետո փոշմանել ես դրա համար։ Չէ։ Բոլորովին։ Միշտ ճիշտ է։ Միշտ ճիշտ է եղել, հա։ Ես չգիտեմ, իմ ինտուիցիան ինձ ճիշտ ուղղություն է տալիս։ Ովքեր են հիմա քո շրջապատում, քո ընկերները ովքեր են։ Չեմ կարող ասեմ ընկերներ են։ Դա ծանոթներ են։ Շրջապատը։ Շրջապատս, իմ շրջապատը ռուս բլոգերներ են, որոնց հետ մենք կոնտենտներ ենք անում, մի քանի էլի ռուս բլոգերներ են, Արտյոմն է իմ մոտիկ ընկերս է, ընկերա ծանոթա, իրանք են մեծամասնությունը իմ շրջապատի հիմա։ Ռոբերտ, ինչով ես զբաղվում այս պահին։ Գիտեմ, որ մեյքափ չես անում։ Նախ ինչի չես անում։ Տեղից սկսենք, հետո ասա ինչով ես հիմա զբաղված։ Որն է հիմնական աշխատանքը։ Սկսենք դրանից, որ ես հասկացա, որ ես մի քիչ հոգնել եմ մեյքափից, քանի որ արդեն 30 տարի է մեյքափով եմ զբաղվում, ու դա արդեն մեծ ժամանակ է, 30 տարի կյանք է, էլի։ Ես մի քիչ ոնց որ հոգնել եմ այդ մեյքափ անելու, ճիշտ ասած, տարբեր դեմքերի հետ աշխատելու, ես միշտ եմ այդպես եղել, որ ես տարբեր դեմքերի հետ չեմ կարողացել աշխատել, որտեղ ես միշտ աշխատել եմ մի հոգու հետ։ Եղել եմ, ասենք, permanent make-up artist մի աստղի ու իր հետ երկար տարիներ աշխատել եմ։ Ու իմ համար մի քիչ դժվարություն է տալիս այդ chemistry-ն, energy-ն, բան, տարբեր մարդկանց հետ աշխատելու, որտեղ հոգնածուցիչ է, ոնց ուզում ես գցես բռնես, ու ես որոշեցի, որ ես պաուզա եմ տալի, break եմ տալիս, կարող է էլի սկսեմ նորից մի ժամանակ հետո, բայց այնպես չի, որ բոլորովին չեմ աշխատում եմ, որտեղ ես ունեմ մի հատ աստղ, Անա Ազերլի, ինքը օպերայի երգչուհի է, այս Hollywood Christmas Parade ամեն տարի որ լինում է, բացում է ինքն է անում։ Շատ էֆեկտն է, ինքը La Scala-ի երգչուհի է եղել, հիմա Ամերիկայում է ապրում, ես իր հետ եմ աշխատում։
ամիսը 1, ամիսը 2 ունեցա լինում, որ ամեն շաբաթ ենք մեյքափ անում, իրան պետքա լինում։ Ու ինքը այն մարդն է, որ ինքը մեծ գումարներ է տալիս ինձ։ Ու ես չեմ գտնում ինչ-որ sense, որ ինձ պետքա ես ուրիշների հետ էլ աշխատեմ, որ գումար ունենամ։ Ինձ է բավական է, որ ես իր հետ մի օր կամ 2 օր աշխատեմ, ես իմ լավ գումարը կունենամ ամսեկան, էլի։ Okay։ Հա։ Դա մեյքափն է։ Բայց կարող է մի օր ես ինչ որ մի հատ մեծ բան սկսեմ մեյքափի հետ կապված, հələ որ չգիտեմ, բայց դա կգա։ Մեծամասնությունը հիմա ես բլոգերությամբ եմ զբաղվում։ Զարգացեցի իմ սոցիալ մեդիաները, TikTok, Instagram, YouTube ու Facebook։ Ես հիմա զբաղվում եմ այդ կոնտենտերով, ես բլոգերություն եմ անում, ռեկլամայով եմ զբաղվում, մարդիկ երբ որ ուզում են ռեկլամատանի մոտ գալիս են ինձ զանգարում են, բլոգեր կարելի ասել, դրանով եմ ավելի շատ հիմա զբաղվում, դա է իմ եկամուտը հիմիկվա։ Հիմնական եկամուտի աղբյուրը դա է, հա։ Սիրով ես անում, թե մեծ սիրով։ Ես չէի պատկերացնի, որ ես կարողա ինչ-որ դրա մեջ մտնեմ ու խորանամ, որովհետև ես միշտ դեմ եմ եղել դրան։ Ես չեմ ուզեցել, դաժե անգամ եղել է, որ ինձ ասում էին, քո մեյքափները պետք է Instagram դնես, ասում եմ, ինձ պետք չի դա դնել, որովհետև երբ որ ես դա եղել եմ հայտնի ու աշխատել եմ մեծ մարդկանց հետ, ինձ դա պետք չի եղել անել, բայց ժամանակները փոխվում է։ Դու պետք է քայլես այդ ժամանակի հետ ու ես մտածեցի, ինչի՞ չէ։ 1, 2, 3 ու ստացվեց մոտս։ Ու ճիշտ ասած ես ինքս եմ անում ամեն ինչը։ Ռոբերտ, հիմիկվա մեյքափի թրենդերից կա մի բան, որ քեզ համար աբսուրդ է։ Ճիշտ ասած, սկի չեմ էլ հետևում մեյքափի թրենդերին։ Աբսուրդ չես կարող ասես, որովհետև մեյքափն ինձ բնակավար է, որ ամեն ինչ թույլ է տրվում անել։ Ինքը մեծ ասպարեզի բան է, դու կարաս ամեն ինչ անես, ոչ մի բան այդտեղ правил нету։ Ուղղակի աբսուրդը իմ համար նա, որ մարդիկ կանայք կորցրել են իրանց ինդիվիդուալ լինելը։ Դա են կորցրել, որովհետև բոլոր կանայք հիմա ձգտում են նմանվեն ինչ-որ մեկին։ Մեկը մյուսին նման է։ Մեկը մյուսին նմանվի, հիմա քանի որ բոլորը ձգտում են ինչ-որ մեկին նմանվեն, որը շատ սիրուն է մեյքափը, իրան շատ շազում է բան, բոլորը ձգտում են իրան նման ու բոլորը դառել են նույնատիպ։ Դա է աբսուրդ իմ համար։ Ինչի դու լինելով դու չես ուզում քո ինդիվիդուալ մեյքափը քո համար գտնես, որը քեզ է սազում, այլ ոչ թե սազում է ուրիշին։ Որովհետև այդ նույն մեյքափը, որը սազում է, նո ասենք մի աստղին չեմ ուզում անուն տալ, քեզ չի համապատասխանում քո դեմքին։ Հասկանում ես, դա է իմ համար աբսուրդ դառել հիմա։ Կա մի հագուստ, որը դու երբեք ոչ կգնես, ոչ էլ կկրես։ Երևի թե, հա։ Որն է դա։ Այսինքն Gucci ես չեմ առնի, չեմ գնի, չեմ հագնի, չեմ սիրում Gucci։ Դա իմս չի։ Louis Vuitton կյանքում չեմ հագնի, դա էլ իմը չի։ Այսինքն բրենդեր կան, որոնք իմը չեն, այդ հագուստը իմը չի, իմ ստայլը չի։ Ես բրենդային մարդ չեմ։ Ես չեմ գնում այդ բրենդերի հետևից, տենդենցիաների հետևից, մոդայի հետևից։ Ես ինքս իմ մոդան ունեմ, այսինքն ես ինքս իմ ստայլը ունեմ, ես ինձ շատ շուտվանից գտել եմ։ Ու ես անգամ կարամ առնեմ գնեմ։ Ճիշտ ասած, ասենք շալվար, որ արժի $2, բայց ինքը top style ունենա։ Ինքը անպայման չի, որ ստեղ գրած լինի Armani կամ Gucci կամ Louis Vuitton, դա իմ ստայլը չի։ Տեսնում եք իմ ստայլը։ Նոն ոչ ոք չգիտի ինչ է, ես ինչ եմ հագնում։ Մեկը շատ թանկ է, մյուսը շատ էժան է։ Հասկացա։ Հասկացա, բայց ես իրանց կարողանում եմ իրար հետ սարքեմ։ Մենք քեզ հաճախ կարող ենք քո սոցհարթակներում վիդեոների մեջ տեսնել։ Բառը արքակ Սոցհարթակ։ Հարկակ։ Okay։ Սոցհարթակ։ Լավ, այդ ես կասեմ։ Քեզ հաճախ կարող ենք տեսնել
կրունկով կոշիկներով, Օյա։ զգեստներով, պարիկով։ Դա ի՞նչ է, դա կերպարա, որը դու ստեղծել ես, թե դա քեզ դուր է գալիս։ Շատ դուր է գալիս։ Համ կերպարը, որ ես ստեղծել եմ, այսինքն այդ կերպարը ես շատ շուտվանից եմ ունեցել, ստեղծել եմ։ Ես էլի կաբլուկներով, high heels-ներով քայլել եմ վախտին, բայց ժամանակի ընթացքում մոռացել էի դրա մասին։ Ու հանգարցակի ինչ որ մի քանի ամիս առաջ նորից այդ միտքը մոտս եկավ ու այսինքն ինչի՞ չէ, հələ պետքա փորձեմ, կարամ արդյոք ես այդ high heels-ներից նորից կրեմ, որովհետև երկար ժամանակ չեմ արել։ Ու ստացվեց մոտս ու շատ լավ ու ինձ դուր է գալիս այդ օբրազը։ Հայերեն ոնց են ասում օբրազ, կերպարը, այդ կերպարը ինձ դուր է գալիս, իհարկե ես ամեն օր այդ կերպարի մեջ չեմ դուրս գալիս ամեն օր այդ կերպարը, ես անում եմ կոնտենտիս համար, նկարում եմ կոնտենտիս համար, մենակ այդ օրերի այդ ժամանակի ընթացքում եմ հագնում, թե չէ սովորական կյանքում սովորական եմ ես, բայց ինձ ահա որ դուր է գալիս, գիտես ինչն է դուր գալիս, եթե դու հիմա սենց ես քայլում, քո քայլվածքը լրիվ ուրիշ է։ Ահա։ Հիմա տղան չի հասկանա դա, բայց երբ որ ինքը փորձի կարող է հասկանա, երբ որ դու high heels ես հագնում, բոլորովին ամեն ինչը փոխվում է։ Իսկ ինչքան ժամանակ կարող ես կրունկների վրա մնալ։ Ես կարող եմ 24 ժամ քայլեմ, 24 ժամ։ Նամանավանդ այսինքն high heels-ներ ունեմ ես։ Ու ես սիրում եմ, գիտես ինչ, որ այդ կերպարս լինի մի քիչ սենց չչացող լինի ինքը, ոչ թե լինի, որ սենց հանգիստ ինչ-որ հագնված, բայց high heels-ներով, չէ, ինքը պետքա վաու ասի, մարդիկ նայեն ու սենց շոկի մեջ ընկնեն։ Ինչքան շատ կարող եմ ոտքեր ցույց տամ, որտեղ արտակարգ ոտքեր ունեմ, ոնց ես հասկացա։ Կոմենտներից եմ հասկանում, որտեղ բոլորը գրում են ինչ սիրուն ոտքեր ունեք։ Դե տեսնում ես, ասես ես կոմենտներ չեմ կարդում, փաստորեն հաճելի կոմենտները կարդում ես։ Վիտալիկն է ասում ինձ, հա։ Ռոբերտ, եւ վերջում մի հարց եմ ուզում քեզ տալ, հետո անցնենք բլիցին։ Ով կարող է լինել Ռոբերտի ընկերը։ Բնավորության ինչ հատկանիշներ պիտի ունենա այդ մարդը, որպեսզի նա լինի քո ընկերը։ Լավ հարց է։ Ինչ հատկանիշներ պետք է ունենա։ Դավաճան չլինի բոլորովին, ոչ մի սիտուացիաներում, որտեղ ես դավաճաններին չեմ բանանում, ընդունում, ինքը առանց կոմպլեքսի պետք է լինի այդ մարդը, որը ուզում է իմ հետ ընկերություն անի, իմ ընկերը պետք է լինի, ինձ հասկանա, ու մենք իրար համար, ոչ թե մենակ ինքը իմ համար լինի ու ես էլ իր համար լինեմ, համ լավ, համ վատ ժամանակներում, որովհետև շատ ժամանակ մարդիկ կողքդ են, որովհետև պետք է իրանք քեզանից ինչ-որ վգդա ունեն, որովհետև քո մոտ ամեն ինչը լավ է, բայց հանգարցակի երբ որ քո մոտ մի բանը վատ է լինում, բոլորը քեզանից գնում են, դա ընկեր չի, այդտենց ընկեր պետք է լինի։ Ռուսերեն ավելի լավ կասեի, բայց աշխատեցի հայերեն ասել։ Էլի լավ ասեցի։ Հա։ Գնանք բլիցին։ Դավայ։ Instagram թե Facebook։ Մեկը պիտի ընտրես, արագ։ Instagram։ Սուրճ թե թեյ։ Սուրճ։ Առավոտ թե երեկո։ Առավոտ։ Պունկտուալ ես թե ուշացող։ Ահա որ պունկտուալ։ Մեյքափ թե նո մեյքափ։ 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 Ափսոսում եմ, որ շարունակի, ինչի համար ես ափսոսում։ Ընդհանրապես ոչ մի բանի մասին չեմ ափսոսում։ Նյարդայնանում եմ երբ, նյարդայնանում եմ, ջղայնանում եմ երբ։ Ջղայնանում եմ, երբ որ ինձ խաբում են։ Երբ որ քեզ խաբում են։ Սիրում եմ երբ։ Երբ որ ինձ սիրում են։ Երջանիկ եմ երբ։ Ես միշտ երջանիկ եմ։ Եվ ամենավերջին հարցը։ Նկարագրիր հային, հայ մարդուն։ Մեկ բառով։ Մեկ բառով հայ մարդին։ Ահա։ Որ ասում ես հայ, առաջի բառը որ մտքովդ Բարի։ Բարի։ Դա։ Ռոբերտ, շնորհակալ եմ քեզ։ Ես էլ քեզ։ Ես համոզված եմ, որ այս հաղորդման կոմենտներում ես էլ դու էլ շատ կոմենտներ ենք ստանալու
Ես ուզում եմ ասեմ, որ մարդիկ իրենց կարծիքը արտահայտելու մեջ ազատ են։ Ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքը ասելու։ Իհարկե, Բավական։ բայց ես իմ կողմից ուզում եմ խնդրեմ, որ մարդիկ չափ ու սահմանը չանցնեն։ Արտահայտեք ձեր կարծիքը, բայց սահմանների մեջ։ Սա սոցհարթակ է, իմ սոցհարթակն է։ Այստեղ ես պատմում եմ հայերի մասին, կապ չունի այդ հայը ով է, ու ես ուզում եմ որ մարդիկ իրենց կարծիքները արտահայտելուց լինեն չափված եւ ձևված։ Ես քեզնից շնորհակալ եմ։ Ես էլ անչափ քեզանից շնորհակալ, որ ես այսօր քեզ լրիվ ուրիշ կողմից բացահայտեցի, հուսով եմ այն ինչ կողմից ես քեզ բացահայտել եմ, իմ հետևորդներն էլ քեզ կտեսնեն այդպես։ Հույսով ենք, տեսնենք։ Շնորհակալ եմ մեր հանդիպման համար։ Ես քեզ լիքը հաջողություններ եմ մաղթում ու գիտեմ, որ պատրաստում ես ամռանը Հայաստան գնալ։ Անպայման, այնտեղ քեզ հիանալի օրեր եմ մաղթում։ Քեզ հիանալի օրեր եմ մաղթում։ Շնորհակալություն։ Քեզ էլ շնորհակալ եմ։ The community.